Այս հարթակը, որի վրա մենք կանգնած ենք, պետք է թեքություն չունենա, այ մինչև այն կոթողը, սա մի հատվածը, այս ամբողջ հատվածը մտածված է, որ մի նիշ պետք է ունենա, ուղիղ։ Եվ դրա համար սրա կողքը արած էր շատ մակերեսային դրենաժ, որը չէր հավաքում ամբողջ ջուրը տանում, եւ ջուրը, որը ստեղից հոսում էր։ Բացի այդ իջնում էր ներքև եւ տակը կառույցներ կան, եւ այդ ջրերը, անձրևաջրերը բավականին լուրջ վնաս են տվել նաեւ ուրեմն քայքայելով կողքի մասերը, աստիճանները, իսկ վերևից եկող ջրերը ներթափանցում էին ներս եւ դուրս էին գալի կողքերի կարաններից։ Մենք որոշեցինք, որ պետք է անենք դրենաժ, ջուրը պետք է հեռացնենք ֆունդամենտներից։ Ինչի համար նախատեսինք, որ կողքը պետք է բացենք ֆունդամենտների կողքը եւ ջրամեկուսիչ շերտը, որը պետք է ստեղծենք արդեն բետոնի մակերեսը մաքրելուց հետո, ամեն վերանորոգումները անելուց հետո, սրսկելուց հետո առաջնահերթ որոշում ընդունվեց սրսկել երկաթբետոնը։ Բարձր լուծույթներ, բարձր մարկայի լուծույթներ։ Տեսեք նախքին ջրի հոսքը ինչ բանով էր գնում, խողովակով, մետաղական խողովակ, որը կեսը լցված է արդեն եւ փաստորեն չէր տանում ստեղի ջուրը։ Փոքր արվակի նման բան է փորում եւ ստեղ գեոտեքստիլով բանով ամեն ինչը ոնց որ անում են պետք է անեն։